Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի 1201-րդ օրն է, որոշեցի կարճ վերլուծական եթեր ձեզ ներկայացնեմ անալիտիկա ալիքում։ Ամերիկան համոզված է, որ Ռուսաստանի Դաշնության բռնապետ Պուտինի խոստացած պատասխանը ուղղված նախորդ հանգստյան օրերին իրականացված սարդոստային գործողությանը դեռ ամբողջությամբ չի իրականացվել։ Ըստ ամերիկյան կողմից սպասվող արձագանքը կլինի զգալի եւ բազմաշերտ։ Այս նորությունը, որի աղբյուրը Reuters-ն է, գուցե թվար սովորական ամառային աղմկահարույց հրապարակումներից մեկը, եթե չլիներ այն հստակ միտումը, որը վերջին շրջանում նկատվում է Սպիտակ տանը։ Ըստ ամենայնի, սա ամերիկյան նոր վարչակազմի հետևողական, բայց նաև ապաշնոր քաղաքականության արդյունք է։ Նրանց համոզմամբ այս ճանապարհով հնարավոր է վերականգնել իբր Պուտինի քաղաքական հեղինակությունը սարդոստային գործողությունից հետո, որը բառացիորեն ոչնչացրեց Ռուսաստանի եւ մասնավորապես Պուտինի որպես առաջնորդ միջազգային հեղինակությունը։ Թրամփը եւ նրա մերձավորները բաց են թողել համաշխարհային քաղաքականության կարևորագույն միտումներ, նրանք չեն ընկալում գլոբալ քաղաքական կոնյունկտուրան եւ չեն գիտակցում իրենց իսկ խորը հակավարկանիշը, որը նույնիսկ գերազանցել է Ռուսաստանի եւ Չինաստանի բռնապետերի ցուցանիշներին։ Մեր լսարանին արդեն ծանոթ են այդ վիճակագրական տվյալները, մենք, եթե չեմ սխալվում, 2 անգամ ներկայացրել ենք միջազգային սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Թրամփի շրջապատը կազմված հիմնականում ոչ կոմպետենտ եւ շողոքորթ անձանցից, կարծես թե կամ չեն հասկանում աշխարհում տեղի ունեցող գործընթացները կամ հավատում են, որ կարող են իրենց օրակարգը պարտադրել բոլորին, անկախ հետևանքներից։ Իրականում նրանք արդեն ձախողել են այն ամենը, ինչին ձեռք են տվել, բազում անգամ կրկնելով Պուտինի այսպես կոչված պատասխանի մասին թեզը, Սպիտակ տունը պարզապես մանիպուլյանտի տպավորություն է թողնում, որովհետև ուկրաինական կողմը ոչ միայն չի վախենում Պուտինի այդ պատասխանից, այլ նոր սարդոստայիններ է իրականացնում եւ դա լինելու է շարունակական։ Այդ մասին մանրամասն ասել եմ մեր Հակոբյան լայվ այսօրվա եթերում։ Իմջելոց, քանի որ ունենք կապեր աշխարհի շատ երկրների դիվանագետների հետ, իրոք Թրամփի այս նախազգուշացումներին արդեն սկսել են ոչ միայն թերահավատությամբ վերաբերվել արևմտյան երկրներում, այլ նաև սարկազմով։ Այսօր Թրամփի վարչակազմը քաղաքակիրթ աշխարհի համար իրական սպառնալիք է դարձել, եթե ոչ սպառնալիք, ապա մարտահրավեր կա, լավ այսպես ձևակերպենք, եւ այս ամենը իր Պուտինին աջակցելու փորձերի պատճառով։ Թրամփի ադմինիստրացիայի փորձերը վերակառուցելու միջազգային համակարգը դուրս են բերել Ամերիկան միջազգային գործընթացներից եւ թույլատրել են երկրի ազդեցությունը։ Եթե ամերիկյան ժողովուրդը եւ քաղաքական վերնախավը չարձագանքեն այս իրավիճակին, երկիրը ոչ միայն կկորցնի իր նախկին հեգեմոն կարգավիճակը վերադարձնելու հնարավորությունը, այլ նաեւ վտանգվում է դառնալ միջազգային մեկուսացված պետություն։ Թեև այս պահին դոլարը եւ Wall Street-ը դեռ ունեն որոշակի ազդեցություն, ժամանակի ընթացքում եվրոն, թվային եւ տարածաշրջանային արժույթները կսկսեն տիրապետող դիրք գրավել եւ դուրս մղել Ամերիկան եւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներից։ Իսկ դա այն վերջին լծակն էր, որ Ամերիկան դեռ պահպանում է։ Այսօր Հակոբյան լայվ ալիքում անդրադարձա նաեւ ամերիկյան ռազմարտունաբերական ոլորտի խնդիրներին, ավելի ճիշտ Թրամփի կողմից ստեղծած խնդիրներին։ Ամերիկյան վարչակազմը անտեսում է զենք արտադրող խոշոր ընկերությունների շահերը, մինչդեռ դա կարող է լինել երկրի ռազմավարական առավելություններից մեկը դոլարի կողքին։ Ավելի ճիշտ դեռ շարունակում է լինել ինչ-որ չափով, բայց Թրամփի ադմինիստրացիայի գործողությունների հետևանքով ոլորտը դուրս է մղվում այն կարգավիճակից, որը դեռ Ամերիկային լուրջ դիրքեր էր ապահովում աշխարհում։ Եվ ամփոփելով պետք է ընդգծեմ, որ Թրամփը ոչ միայն ի վիճակի չէ աջակցել Պուտինին, ինչպես ինքը կցանկանար, այլ ընդհակառակը վտանգում է ընդհանրապես կորցնել վերջին կապերը քաղաքակիրթ աշխարհի հետ։ Մեր նախորդ հաղորդումներում ես ներկայացրել եմ բազմաթիվ փաստեր ու մանրամասներ, եւ վստահ եմ մեր լսարանը շատ լավ հասկանում է, թե խոսքը ինչի մասին է։ Հաքերները ստացել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության FSB-ի մի փաստաթուղթ, որտեղ Չինաստանը կոչվում է Ռուսաստանի թշնամի, այս մասին հաղորդում է New York Times-ը։ FSB-ի հակահետախուզությունը զգուշացնում է Չինաստանի աճող հետաքրքրության մասին Ռուսաստանի հեռավոր արևելքի եւ այլ տարածքների նկատմամբ։ Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Պեկինը ներգրաված է լրտեսության գործողություններում եւ փորձում է գողանալ ռուսական ռազմական տեխնոլոգիաներ։ Հասա ինչ ունեք, որ գողանան։ Խորհրդային միությունից ինչ մնացել էր, ամենայն հավանականությամբ արդեն չինացիները տարել են։ Իսկ անկախ այսպես կոչված Ռուսաստանը ինչ որ առանձնակի հաջողություններ չունի տեխնոլոգիաների ոլորտում, բայց դա իրենց
բյուրոկրատական փաստաթող գրեն ինչ ուզում են։ Չնայած երկու երկրների Չինաստանի եւ Ռուսաստանի սերտ գործընկերությանը եւ Պուտինի ու Սի Ցզինպինի անձնական բարեկամությանը, երևի թե բարեկամություն բառը չակերտների մեջ, որի մասին երկու ղեկավարները բազմիցս բարձրաձայնել են, ՖՍԲ-ի ներքին գնահատականը բոլորովին այլ է։ Հակահետախուզական կառույցը հենց Չինաստանն է համարում Ռուսաստանի իրական սպառնալիքներից մեկը։ Ինչպես նշում է New York Times-ը, այս տվյալները բացահայտվել են RS Leaks հակերային խմբի կողմից, որը տվյալները փոխանցել է ամերիկյան թերթին։ Լրագրողների տվյալներով փաստաթղթի իսկությունը հաստատվել է 6 տարբեր արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից։ 8 էջից բաղկացած զեկույցում մանրամասն նշվում են այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնք Մոսկվան վերագրում է Չինաստանին։ Խոսքը գնում է տարածքային հավակնությունների մասին Ռուսաստանի Դաշնության սահմանային շրջանների նկատմամբ, ինչպես նաև Պեկինի աճող հետաքրքրության մասին Արկտիկայի նկատմամբ։ Այսինքն Չինաստանը արդեն կարծում է, որ ինքը ռուսական տարածքների հաշվին մուտք կգործի Արկտիկայի ռեգիոն, ինչ հեռուն են, չեմ մտածում, հեռավոր արևելքում։ Այս տվյալները եւս մեկ անգամ բացահայտում են Պուտինի ռեժիմի իրական մեկուսացվածությունը անկախ հրապարակային հայտարարություններից եւ արտաքին քաղաքական գեղեցիկ ձևակերպումներից։ Իրականում Կրեմլը շրջապատված է անվստահությամբ եւ չունի իրական դաշնակիցներ։ Հուսանք, որ Թրամփի վարչակազմը եւ իշխող շրջանակները եւս ուշադրություն կդարձնեն այս տեղեկատվությանը եւ կվերանային Պուտինին աջակցելու իրենց վտանգավոր ու կարճատես քաղաքականությունը։ Նստում եմ ամերիկյան մամուլը շատ ավելի մեծ դեր ունի աշխարհում, քան հենց ինքը Թրամփը։ Շատ չերկարացնեմ Կիրակ Նորյարի եթերը, հետևեք նորություններին մեր Telegram-յան ալիքում։ Կրկին շատ հաճելի կադրեր են կուտակել մեր լսարանի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեր հետ եք։ Խնդրում եմ նորից ակտիվ լայքել, տարածել մեր եթերները։ Ամառը իրոք շատ դժվար պերիոդ է YouTube-ի համար։ Մինչ նոր հանդիպում։